Հայաստանն ու Իրանը ժամային սլաքներն են ճշգրտում։ Առաջիկայում Հայաստանում կարևոր հանդիպումներ են սպասվում։ Մեր երկրի արտաքին գերատեսչությունը հայտարարեց, որ հարևան Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կժամանի Երևան։ Երկու երկրների ղեկավարների հանդիպում տարբեր առիթներով ու տարբեր ձևաչափերով շատ են եղել։ Նախագահ Փեզեշքյանի այցը Հայաստան առաջինն է լինելու Իրանի նախագահ դառնալուց հետո։ Քաղաքագետների ու վերլուծաբանների դիտարկմամբ շարունակվում է Երևանի եւ Թեհրանի միջև երկխոսությունը ամենաբարձր մակարդակով։ Փոխայցելությունները եւս պարբերական են։ Փեզեշքյանի այց Հայաստան ըստ վերլուծաբանների կարևոր է նաեւ այն առումով, որ քննարկվելու են տարածաշրջանային անվտանգային առանցքային հարցեր։ Մենք անվտանգությունի առումով որ ամենակարևորը եւ կազմավարականը մեր երկու երկրների համար նոր համագործակցություններ են սկսել Իրան եւ Հայաստանը վերջերս հավատեղ զորավարժություն արեցին եւ Իրանի պաշտպանություն նախարարը այս կատարեց Հայաստան եւ մենք գարային արձանագրենք որ Իրան-Հայաստանի հարաբերությունները անվտանգությունի ոլորտում էլ նոր փուլ են մտնում նաեւ մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքական հարաբերությունները դիպլոմատական կապերը Փեզեշքյանը ապրիլի վերջին մեկնել էր նաև Բաքու Ալիև հետ Արցախի թեման եւս քննարկվել էր Իրանի նախագահը միաժամանակ հայտարարել էր որ տարածաշրջանային հարցերը պետք է տարածաշրջանային երկրները կարգավորեն Մենք չպետք է թույլ տանք որ այլոք մեզ միմյանց դեմ հանեն Ըստ իրանցի վերլուծաբան քաղաքագետների Իրանի համար հայ-իրանական սահմանը շարունակում է կարմիր գիծ մնալ Իրանի բարձրագույն պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է որ այդ սահմանների վրա ոտնձգությունները Իրանն անարձագանք չի թողնի Հայաստանն ու Իրանը քաղաքական ու դիվանագիտական հարաբերություններին նոր թափ տալուց զատ կարևորում են նաև տնտեսական կապերի զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրները նախատեսում են ավելի բարձրացնել վերջին տարիներին առևտրաշրջանառությունն ու ներդրումային ցուցանիշները։ Իրան եւ Հայաստանը տնտեսական առումով 300 միլիոն դոլարից առևտրաշրջանություն տարեկան հասել են 700 միլիոն դոլարի եւ շուտով երկու երկրները նպատակ են դրել որ հասնեն 1 միլիարդ եւ դրանից հետո 3 միլիարդ դոլարի Այս օրերին ակտիվորեն պետք է աշխատի նաև Սյունիքում գտնվող Իրանի հյուպատոսությունը։ Փեզեշքյանի այցի ժամանակ տնտեսական ձևաչափով քննարկումներ են լինելու, թե ինչպես անել, որ Սյունիքում իրանական ներդրումներն ավելի մեծ մասշտաբների հասնեն։ Այդ առումով նախատեսում են նոր տնտեսական ծրագրեր եւ Իրանում եւ Հայաստանում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։